Իրանի Սպահան քաղաքում գտնվող նոր գյուղաթաղամասում բացվել է հայկական երաժշտական թանգարան։ Բացման օրը ազգային ժողովի падգամավորները, թեմական ու կրոնական խորհուրդների, հայ դատի հանձնախմբի անդամները ծանոթացան թանգարանի բաժիններին, թանգարանի անձնակազմի ուղեկցությամբ։ Թանգարանի բաժիններն են եկեղեցական ղողանջներ, աշուղական խաղեր, երաժշտական ռիթմ և հևք, նվագարանագործունեության արհեստանոց, իրանահայ երաժշտության աստղաբույլ, գրադարան ձայնադարան և կենդանի կատարումների սրահ։ Այսպիսի թանգարան հիմնադրելու որոշումը կայացրել է Սպահանի հայոց թեմի թեմական խորհուրդը 2019 թվականի նոյեմբերին։ Նպատակն է ծանոթացնել հայ և իրանահայ երաժիշտներին։ Թանգարանը կառուցվել է Նորգյուղայի Քոչեր թաղամասի նախկին ազգային գիշերօթիկի շենքում, որը 1958 թվականին գնել է բարերար Եղիսաբեթ Աբրահամյանը իր ամուսնու Արամ Աբրահամյանի հիշատակին, որպեսզի անխնամակալ երեխաների համար գիշերօթիկ հիմնադրեր։ 2004 թվականին դադարեցվել է կենտրոնի աշխատանքը և վայրը վերածվել է երաժշտական դպրոցի։ Երաժշտական թանգարանում կան յուրօրինակ նմուշներ, վավերագրական տվյալներ և լուսանկարներ, որոնցով ոչ միայն արտացոլվում է երաժշտության դերը հայ մշակութային և հոգևոր կյանքում, այլև Իրանի երաժշտության պատմության մեջ։ Ներկայացված են հայ արվեստագետների մասին տվյալներ, որոնք իրենց մեծ դերն են ունեցել Իրանի երաժշտության ձևավորման գործում, սկսած աշուղական երաժիշտներից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ։ Սուրբ ամենափրկիչ հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահան քաղաքում Նորգյուղը հայկական թաղամասում պատկանում է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Կառուցվել է 1655 թվականին Շահ Աբբաս II Սեֆիի ժամանակ։ Վանքի նոր շենքը կառուցվել է 9 տարում Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի և ժողովրդի օժանդակությամբ։ Եկեղեցու խորանի տակ թաղված են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայրտաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-ից 1716 թվականներին։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու 1702 թվականին կառուցված զանգակատունն է իր 4 զանգերով։ Եկեղեցու մուտքի դռան մոտ խորանարդաձև բարձր շինության վրա 4 կողմից տեղադրված է ժամացույց։ Այն նվիրվել է եկեղեցուն 1930 թվականին։ Այստեղ պահվում են նորգյուղայեցիների թանկարժեք իրերը, որոնք իրենց հետ բերել են Եվրոպայից։ Վանքի ներսի պատերին պատկերված են դրվագներ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրգուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։ 1971 թվականին Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով կառուցվել է Նորգյուղայի թանգարանը, իսկ գրադարանը, որը ծառայել է նաև իբրև թանգարան, հիմնվել է 1905 թվականին։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ,
թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև անվանի եվրոպացի նկարիչների գործեր ու հայոց թագավորների պատկերներով ոսկեդրամներ։ Առանձնահատուկ տեղ է գրավում Վահրամ Հակոբյանի 7 մմ-անոց երկարությամբ մազի վրա գրված հետևյալ նախադասությունը. «Ճանաչել զիմաստություն և զղրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրվել է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։ Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր կեսարացու ջանքերով։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ է գտնվում 1915 թվականի Մեծ Եղեռնի հուշարձանը, որը կառուցվել է 1975 թվականին։ Սուրբ Բեթղեհեմ հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահան քաղաքում Նոր Գյուղա թաղամասում, պատկանում է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Նոր Գյուղայի Մեծ Մեյդան թաղամասում Սուրբ Մարիամ եկեղեցու հյուսիսային կողմում, որոնք միմյանցից բաժանվում են փոքր փողոցով։ Եկեղեցու հյուսիսային կողմից է անցնում Գյուղայեցի Խոջա Նազարի անունը կրող պողոտան, իսկ արևմտյան կողմում գտնվում է Գյուղայի մեծ հրապարակը, որտեղ կիրակի օրերը լինում էր տոնավաճառ։ 2002 թվականի մարտի 8-ին 7643 համարով ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցուցակում։ Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին կառուցել է հայ վաճառական խոջա Պետրոս Վելիջանյանը 1627 թվականին։ Ըստ ավանդության, մի հայ վարպետ կառուցել էր Շահի մզկիթի գմբեթը, և որպեսզի այլևս դրա նման մեծ գմբեթ չկառուցի, կտրում են նրա ձեռքը, բայց նա մեկ ձեռքով կառուցում է Բեթղեհեմի եկեղեցին։ Եկեղեցին վերանորոգվել է 1870-ական թվականներին։ Շինությունն ունի զանգակատուն, որը կառուցվել է 1897 թվականին, արևմտյան մուտքի վերևում, որի արևմտյան կամարի վերևում գրված է կառուցավ 1897 թվական։ Վերջին անգամ վերանորոգվել է 1970 և 1984 թվականներին։ Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին կառուցված է քառակուսի կենտրոնագմբեթ ոճով, որը երկհարկանի է և ունի 8 պատուհան։ Պատերը զարդարված են որմնանկարներով, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի կյանքը։ Դրանց քանակը հասնում է 72-ի, որոնք ներկայացված են 2 շարքով։ Ներքևի տողում նկարները հաջորդական են, իսկ վերին շարքում յուրաքանչյուր նկարը առանձին շրջանակում է։ Կառույցի ներսում հայատառ արձանագրություններ կան, որոնք վերագրվում են 1627 և 1711 թվականներին։ Դրանք տեղադրվում են եկեղեցու համար բարեգործական աշխատանք կատարողների հիշատակումով։ Եկեղեցին եռամաս է, ունի պատշգամբ, կամարներ և զանգակատուն։ Հորինվածքը ուղղանկյունանիստ է։ Դռները 31 մետր երկարություն և 14 մետր բարձրություն ունեն։ Գմբեթը գտնվում է 26 մետր բարձրության վրա, ունի 11 մետր տրամագիծ։ Ընդհանուր բարձրությունը կամարների վրայից 12,5 մետր է, իսկ երկրորդ հարկի բարձրությունը 5,7 մետր։ Գմբեթի ընդհանուր բարձրությունը հասնում է 25 մետրի։ Եկեղեցու հետևում կա 2 մուտք ունեցող բակ։ Ըստ մեր հարավազոր ու մեզ այսօր
Եվ ով այս սպարտիս մեր, ոտես և մեր կողքերոց բարգավարած, և դիտանիրս մեզի կողքություն, այդ կյաս մեզի չարել, սիքոր արքայություն և զորություն, և կար հավիտյանս ամեն։